Այսօր ուշ երեկոյան Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի Սև Բերդի տարածքում Mercedes-Benz մակնիշի 16 OL 850 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի 27-ամյա Կարեն Եսայանի դին հրաձենային վնասվածքներով։ Կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին։ Հարուցվել է քրեական գործ։ Թերթ-ը գրում է, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խումբը բաց նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, խնդրելով ընդառաջել Transparency International հակակոռուպցիոն կենտրոն եւ Էկոդար հասարակական կազմակերպությունների դիմումին եւ էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ստացած որոշ հիմնախնդիրների վերաբերյալ գիտական քննարկում կազմակերպել։ Armen Press-ը գրում է, որ Վայոց-Ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավի մուտքը շարունակում է փակ մնալ մարտին տեղի ունեցած սողանքի պատճառով։ Ինչպես Armen Press-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մշակույթի նախարարության, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի պաշտոնակատար Սերժիկ Արաքելյանը, ստեղծված մասնագիտական խումբը ներկայում ուսումնասիրություններ է կատարում, որից հետո կընտրվի բնության հուշարձանի վերականգնման լավագույն տարբերակ։ Առաջին ԵՄ գրում է, որ այսօր նշվում է ռոքընռոլի համաշխարհային օրը։ Տոնը միավորում է համախոհներին, որոնց համար ռոքընռոլը ոչ միայն երաժշտություն է, այլև կենսակերպ։ Ամենամյա տոնը նշվում է ապրիլի 13-ին, թեև պատմական իրադարձությունները, որոնք հիմք են ծառայել այս տոնի համար, տեղի են ունեցել 1 օր առաջ։ Առաջին ԵՄ նաև գրում է, որ 2011 թվականին Արցախից մեկնել է 663 մարդ եւ ժամանել 1109 մարդ։ Միգրացիոն աճը կազմել է 446 մարդ։ Լեռնային Ղարաբաղի սոցիալ-նախարարության տվյալների համաձայն 2010 եւ 2009 թվականներին եւս արձանագրվել է միգրացիոն աճ, համապատասխանաբար 565 եւ 511 մարդ։ Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են կանաչապատ հասարակական կազմակերպությունից, երկրագնդի օրվա կապակցությամբ ապրիլի 11-ին ժամը 12-ից 19 առաջին անգամ կնշվի առանց մեքենայի օրը։ Հանրապետության հրապարակից մինչև Երևանի քաղաքապետարան ընկած հատվածում կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը։ Առանց մեքենայի օրն ամենամյա տոն է, որը նշվում է աշխարհի մեծ քաղաքներում առանց աղմուկի, սթրեսի եւ մեքենաների, նշել են կազմակերպիչները։